Գիտությունը պետք է լինի ՀՀ կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը, ամրագրել եք կառավարության ծրագրում։ Արդյոք սա մաքուր պոպուլիզմ չէ, երբ գիտությանը հատկացվում է ՀՆ-ի ընդամենը 0,35%, իսկ բարձրագույն կրթությանը 0,13%։ Սա տարածաշրջանի ամենացածր ցուցանիշն է։ Վերջին 7 տարիներին 25%-ով նվազել է ուսանողների թիվը, իսկ 28%-ով պրոֆեսորա դասախոսներինը։ Հայաստանն աշխարհում ամենավերջին տեղում է գիտնականների թվով։ Ակադեմիայի հարյուրավոր առաջարկներ մնացին թղթի վրա եւ ահռելի ավանդ ունեցող գիտությունների ազգային ակադեմիան լուծարվեց, դառնալով փորձագիտական հիմնադրամ։ Այն պարագայում, երբ դեռ գոյություն չունի գիտության զարգացման ռազմավարական ծրագիր, քանդել, հետո մտածել։ Ահա այսպիսին է ձեր գործելավոճը։ 22-ին աշտարակում տրվեց ակադեմիական քաղաք կառուցելու կեղծ մեկնարկը եւ դեռ հաշվարկված ծրագիր իսկ գոյություն չուներ։ Միջազգային մի շարք կազմակերպությունների հետ ընդամենը 2024-ին է Հայաստանը կրթական եւ քաղաքաշինական ծրագրերի խորհրդատվության պայմանագրեր կնքել, որոնցից միայն UCL-ի ծառայությունների արժեքը 6.6 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Եթե ծրագրերի մշակումը ընթացքի մեջ է, չկա գիտության զարգացման հաստատված ռազմավարություն, այդ ինչպես էիք դեռ 3 տարի առաջ իբրև վերջնագիր խոսում բուհերի եւ գիտության միավորման մասին։ Դուք իշխանության եկաք բուհերը չքաղաքականացնելու ականջահաճո հայտարարությամբ։ Այսօր բոլոր պետական բուհերի կառավարման խորհուրդներում ԿՊԱ-ական քաղաքական վերնախավն է եւ ակնհայտ է։ Այսպես կառավարելի եւ հնազանդ ընտրազանգված եք գոյացնում։ Բրյուսովի զարթման օպերացիայից շատ եմ խոսել, հիշեցնեմ, 22-ին ընտրված թեկնածուն օրենքի խախտումով չհաստատվեց։ Ընտրությունը կասկածի տակ դնելու ակնհայտ դիտավորությամբ հանրայինի ռեպորտաժի հիմքով Սիսակ Գաբրելյանի հաղորդման վրա քրեական գործ հարուցվեց ռեկտորի խորհրդականի նկատմամբ։ Պաշտոնի անհամապատասխանության հիմքով աշխատանքից ազատվեց պրոռեկտորը։ Ոստիկանության գրոհով եւ օրենքի խախտումով ռեկտոր կարգվեց Գյուրջինյանը, որի օրոք բուհից հեռացան եւ հեռացվեցին մի քանի տասնյակ որակյալ մասնագետներ, ինչ ունենք հիմա։ Թամրազյանը վերջերս ընդամենը 2 ամիս առաջ արդարացվել է դատարանի վճռով, քրեական գործերը կարճվել են, պրոռեկտորի աշխատանքից ազատվելու դիմումը դատարանը ճանաչել է անվավեր, իսկ վերջիններից հանրային միջոցներից 10 միլիոնի հատուցում է տրվել։ Ինչ արձանագրեցինք, զորբայություն, բուհի հեղինակության անկում, ուսանողների ոտնահարված շահ եւ պատասխանատվության ենթարկված ոչ մի պաշտոնյա։ Բուհերում 37 թվի մթնոլորտ է։ Քաղաքական հայացքների համար տասնյակ դասախոսներ են ազատվում աշխատանքից։ Օրերս ֆինանսական խոշոր սկանդալի կենտրոնում հայտնվեցին մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը։ Նրանք մեղադրվում են կազմակերպված հանցագործության, խարդախության եւ կաշառք ստանալու համար։ Բուհի 50 միլիոնի միջոցներից կողմնակի եկամուտ ստանալու որոշման տակ հոգաբարձուների խորհրդի նախագահ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությունն է։ Հարգելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ մի բան ակնհայտ է։ Տիկին Անդրեասյանը ձախողել է բուհի ֆինանսական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը, ինչը իր անմիջական պարտականությունն է։ Ճակերտավոր բարեփոխումների մեկ այլ ոլորտ հանրակրթությունը։ Վերջին 4 տարիներին կամավոր ատեստացիա է անցել հանրապետության ուսուցչական կազմի միայն 20%-ը։ Տարակարգ ունեն 1426 ուսուցիչներ։ 300,000 դրամ եւ ավելի աշխատավարձ է ստանում 7.5%-ը միայն։ Տարածաշրջանում սրանք ամենացածր ցուցանիշներն են։ Հանրապետության 300-ից ավելի դպրոցներում շարունակվում է թափուր մնալ տնօրենի հաստիքը, պատկերացնում եք 300 դպրոց չունի տնօրեն եւ բնականաբար ժամանակավոր պաշտոնակատարներից արդյունավետ եւ պատասխանատու կառավարում ակնկալելը միամտություն է։ Մեկ այլ պոպուլիստական ծրագիր, մինչև 26 թվականը խոստացել է կառուցել 300 դպրոց, նվազագույնը։ Այս պահի դրությամբ ուշադիր խոստացված 300 դպրոցներից շինաշխատանքները ավարտվել են ընդամենը 59-ում, հիշեք այս թիվը, ընդամենը 59-ում, այս պահի դրությամբ։ Անցնող ամիսների կտրվածքով հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների կառուցում հիմնում ծրագրի կատարողականը 48% է։
Գույքով եւ տեխնիկայով ապահովումը 33.6%, մարզադահլիճների կառուցումը 12%, հանրային գրադարանների բազայի զարգացում 14%, թանգարանների եւ պատկերասրահների հիմնանորոգում 26%, հուշարձանների վերականգնում 38%։ Վերջին 4 տարիներին ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի միջին կատարողականը չի գերազանցում 40%-ը, բայց կատարողականի կողքին լրջագույն խնդիր է նաև կատարման որակը, ոչ պատշաճ վերահսկողությունը եւ հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմը։ 750 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման խայտառակ ընթացքը կասեցվեց հանրային եւ մասնագիտական ճնշման արդյունքում, իսկ 740 միլիոն գնահատված Թումանյանի թանգարանի աշխատանքները այսօր սառեցված են եւ շենքը վերածվել է անկտուր փլատակի։ Եվ մի բացահայտուն, պարզվում է, որ որոշ մշակութային պոակների տնօրեններ արտաբյուջետային միջոցների հաշվին եռամսյակի կտրվածքով ստանում են մինչև 5 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոնի հասնող պարգևավճարներ, այն դեպքում, երբ տվյալ կոլեկտիվների գիտական, վարչական կամ տեխնիկական աշխատողները, որոնք նաև գեներացնում են այդ միջոցները, վարձատրվում են 83,000-ի շրջանակներում։ Այս տրամաբանությունը բացատրություն է պահանջում։ Եվ վերջում քաղաքական մեծամասնություն, եկեղեցու դեմ անհավասար եւ հակասահմանադրական պայքարի եք դուրս ելել, քանդելով պետականության հիմքերը նաեւ։ Ես ձեզ հիշեցնում եմ, պառակտումի մեղքը չի մաքրվում անգամ նահատակության արյամբ։